Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Նահապետյան, դուք ձեր զեկույցում, չգիտեմ, ասացիք թե ոչ, բայց ձեր հարցազրույցներից մեկում լսել եմ, որ խոսել եք քննիչների ֆիլտրերի, այսինքն երբ ընդունում եք աշխատանքի, ունեք մոտ 44 թափուր հաստիկ եւ մրցույթներ եք հայտարարել, որոնք չեն համալրվել, որովհետեւ ունեք մի քանի ֆիլտրեր, մասնավորապես բարեվարկության եւ առաքինության ստուգման մասը ինձ համար անհասկանալի է, կխնդրեմ բացատրեք առաքինության ֆիլտրումը բարեվարկությունից ինչով է տարբերվում եւ ինչի մասին է առհասարակ խոսքը։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Մանավարյան։ Նախ նշեմ, որ ունենք 44 թափուր հաստիկ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում, որը այս պայդրությամբ համալրված չէ, եւ ունենք ընդհանուր 11 թափուր հաստիկ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն մասնավորապես քննիչների շրջանում։ Ֆիլտրերը, որոնք ես նկատի եմ ունեցել, դա առաջի հերթին բնականաբար վերաբերում է բարեվարկության վերաբերյալ ուսումնասիրություններին եւ նշեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծման օրվանից չի եղել որևէ անձ, ով պաշտոնի է նշանակվել բարեվարկության բացասական եզրակացությամբ, այսինքն կոմիտեի համար ըստ էության պարտադիր է, որպեսզի անձը առաջին հերթին բարեվարկ լինի եւ հաջորդ փուլերը, որ պետք է թեկնածուն անցնի, դա նաեւ որոշակի կերավոր քննությունը հաղթահարելն է, այնուհետև նաեւ բանավոր քննության ընթացակարգը հաղթահարելն է եւ նոր դրանից հետո տվյալ բոլոր փուլերը հաղթահարած անձին պաշտոնի նշանակելն է։ Ընդհանուր առմամբ, ինչպես գիտենք, բարեվարկության եզրակացություն ունի խորհրդատվական բնույթ բոլոր կառույցների համար, բայց հակակոռուպցիոն կոմիտեն կարևորում է կադրերի բարեվարկությունը։ Ինչ վերաբերում է առաքինությանը, ձեր կողմից նշած, ապա այն ոչ թե թեկնածուին ընդունելու համար նախատեսված ընթացակարգ է, ինստիտուտ է, այլ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեով նախատեսված, կոմիտեի մասին օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգը, որը ստուգում է արդեն իսկ պաշտոնի նշանակված անձանց առաքինությունը, այսինքն թե ինչքանով են նշված անձինք իրականում իրենց աշխատանքում բարեվարկ, կարգապահ եւ անհանդուրժող կոռուպցիայի առանցին դրսևորումների նկատմամբ, այսինքն ինքը ընթացակարգ է, որը թույլ է տալիս ստուգել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որը կատարում է ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։ Համեցեք, արձագանք։ Եվ կխնդրեմ երկրորդ հարցս վերաբերում է մարդու ազատության սահմանափակմանը, ինչպես եք վերաբերում եւ պրակտիկայում ոնց եք, ինչ քայլեր եք ձեռնարկել, երբ մարդը դեռ կամ պաշտոնատար անձը դեռ կասկածյալ է, այսինքն իր մեղավորությունը դեռ չի ճանաչվել եւ սանկցիա է կիրառվում անընդմեջ կալանքի հետ կապված։ Վերջում երբ պարզվում է, որ տվյալ անձնավորությունը որևէ իր մեղավորությունը, այսինքն չի ապացուցվում, ապացուցելի չի, բայց ինքը կրել է որոշակի ժամանակ կամ ժամանակահատված կալանքի տակ, ոնց մարդու իրավունքների տեսանկյունից եւ առհասարակ ազատության սահմանափակման տեսանկյունից ինչպես եք վերաբերվում եւ որն է ձեր մոտեցումը։ Շնորհակալություն, Տիկին Մանավարյան, նախ ասեմ, որ կասկածյալ հասկացություն գործող քերական դատավարության օրենսգրքում չկա, դա նախատեսված է եղել նախկին քերական դատավարության օրենսգրքում, ներկայում կա ձերբակալվածի կարգավիճակ անձի եւ արդեն ունենք մեղադրյալի կարգավիճակ։ Եթե ձեր հարցադրումը վերաբերում է նրան, թե ինչ պետք է անենք այն դեպքերում, երբ որ անձին օրինակի համար կալանավորել ենք, սակայն պարզվել է, որ այդ անձը անմեղ է, այս դեպքում գործ ունենք արտարացվածի կարգավիճակի հետ եւ արտարացվածի մասով քերական դատավարության օրենսգիրքը կոնկրետ նախատեսում է որոշակի քերադատավարական հետևանքներ, մասնավորապես, որ արտարացվածը կարող է պահանջել, որպեսզի իր խախտված իրավունքները վերականգնեն, որպեսզի պետական մարմինները նաեւ ներողություն հայցեն տվյալ մեղադրյալից եւ մնացած այլ իրավունքներ, որոնք հստակ նախատեսված են մեր գործող քերադատավարական օրենսդրությամբ։ Այդ թվում նաեւ վնասի վերականգնում հնարավոր։